Շատ ողորմելի եք ուղղակի։ Այսինքն դուք այն հույսն ունեք, որ գնալու եք Ռուսաստանում ձեր բիզնես կամ ոչ միայն բիզնես կապերն օգտագործելով բան եք անելու, օզոնում, Վայլբերիզում հայ արտադրողներին փորձելու եք ճնշեք, նենց անեք, որ մի քանի օրով կամ չգիտեմ շաբաթով նույնիսկ մի շաբաթով բան տենց մարդկանց վաճառքը արգել եք հայ արտադրողների, հայ վաճառողների ու դա ձեզ Հայաստանում քաղաքական դիվիդենդ է բերելու։ Իրոքը տենց եք մտածում։ Սիրելի քաղաքացիներ, ովքեր որ տուժել են Վալբերիզի օզոնի այս վերջի դեպքերից, իմացեք, որ դրա հետևում կանգնած է Հայաստանի քաղաքական ընդդիմադիր երկու ուժ։ Իսկ մա դուք ինձնից լավ գիտեք դրանց անունները, իսկ մա դուք ինձնից լավ գիտեք, թե ինչ գնահատական է պետք տալ դրան, որտեվ դա ուրիշ անուն չունի առհասարակ, էլի։ Այդքան ուժեղ կապերով բանով տղերք էիք, ուրիշ ժամանակ ուրիշ երկրի ներկայացուցիչների ճնշեիք, բա, թե թափներդ ու դուխներդ չէր հերիքում, դուք մենակ ձեր հայրենակիցների վրա եք կարում կներեք ձեր բառապաշարով, ասեմ գանյա տանեք։ Եղածները դա էլի, եղածները հայ արտադրողի վրա տենց մարդկանց քսի տվող է, ուրիշ բան չի։ Դուք ուրիշ բան ձեզանից չեք ներկայացնում։ Դուք մենակ հայ ժողովրդին, հայ արտադրողին, հայ բիզնեսմենին վնաս կարաք տակ ուրիշ երկրներում, ուրիշների ոտերն ընկածելնելով։ Բայց սենց հարցեր չի, որ լուծել է Հայաստանը, այս հարցն է կլուծվի միանշանակ, բայց դուք սրա գնահատականը ստանալու եք այդ արտադրողներից։ Լավ իմացեք ով է սրա հետևում։ Ողջույն սիրելի բարեկամներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ մայիսի 1-ի առթիվ, աշխատավորի օրվա առթիվ եւ ցանկանալ արդյունավետ աշխատանք, բոլորին ով աշխատանք ունի, ով աշխատանք չունի, աշխատանքի տեղավորում, երիտասարդներին լավ սովորել, որպեսզի վաղը լավ աշխատանք գտնեն, բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մեր ուժեղ ընտրակեղծարարների հերթական ուժեղ շոուին, որը երեկ արեցին աղքատության վերաբերյալ, խառնելով ամեն ինչ, խոսելով ծայրահեղ աղքատության վերացումից, բայց ներկայացնելով միջին աղքատության թվերը, ինչ որ ֆոնդեր ստեղծելով, ասելով, որ սա մեր պատվի հարցն է, այդ որ ձեր պատվի հարցն էր, ինչի եք այդ աղքատ ընտանիքներից հոսանք գողանում, հա? Այ հոսանքա գողեր եւ ընտրագողեր, որ տենց պատվի հարցային չեք մարդկանց քվեն փորձում գնել կամ գողանալ, թե աղքատության վերացման ձևը տենց է գտել ընտրակաշառք տալը, հետո էլ նորից շարունակել թալանելը, ոնց որ թալանել եք։ Բայց հիմա վերադառնամ բովանդակությանը, ինչ որ անհեթեթ բաները, թվերա ներկայացնում, 150,000 դրամ կտանք, 20-30,000 դրամ կտանք, եթե չգիտեք, սիրելի թույլիկներ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում արդեն մի տարի է պիլոտավորվում է անապահովության համակարգը երկու մարզերում՝ Կոտայքում եւ Սյունիքում, որտեղ անապահովության նպաստի միջին չափը 80,000 դրամ է, իսկ առավելագույն չափը 200,000 դրամ այն ընտանիքների համար, որոնք որ իրապես դրա կարիք ունեն, բայց այդ համակարգի ամբողջ իմաստը ոչ թե այդ նպաստը տալն է, այլ մարդկանց դրթելը եւ խրախուսելը եւ օգնելը, որպեսզի ունենան զբաղվածություն, որտեղ միայն զբաղվածությամբ կարելի է հաղթահարել աղքատությունը։ Իդեպ այդ որ 300,000 աշխատատեղ եք ստեղծում, որը նորից իդեպ մենք արդեն ստեղծել ենք, բա այդ աղքատություն չպիտի մնար այդ 300,000 աշխատատեղ ստեղծելուց հետո, այդ ինչ 150,000 դրամներ եք ուզում բաժանեք ժողովրդին, թե տենց խորհուրդներ են տվել, որ ինչքան պոպուլիստական պուպուշ բաներ ասեք, այնքան շատ ձեն կտանեք, չնայած որ տանողը լինեիք ձեների համար 100 կամ 200,000 դրամ էլ փող չէիք տա, հա, այսպես ասած, կամ միջին աշխատավարձի բարձրացումը, որ ունեցել ենք վերջի տարիներին ու ամեն տարի ունենում ենք, մյուս գործիքները, որ ներդրել ենք եւ ներդնում ենք, որ բերում է կրկին աղքատության նվազեցմանը, բնակ ապահովման ծրագրերը տարատեսակ, երեխաների նպաստները ավելացումը եւ նորերի ներդրումը, երեխա ունեցող ընտանիքների բնակ ապահովման ծրագիրը, սրանք ամբողջը աղքատության հաղթահարման միջոցառումներ են եւ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, որտեղ այն 0.6% է եղել 24 թվականին, 25-ին վստահաբար ավելի ցածր է լինելու, այլ չասած 26-ին, պարզապես վիճակագրությունը մոտ կես տարի ուշացումով են կարողանում ունենալ։ Եվ հետեւաբար սիրելի ընտրակեղծարար թույլիկներ, գոնե մի քիչ դասերը սովորեք, նոր վիդեոներ նկարեք, տենց ճոխ։ Բարև ձեզ։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ երրաքաղաքացի Սամվել Կարապետյանն ու իր ուժեղ Հայաստանը որևէ կապ չունեն նախկինների հետ, որ նա ունի հարազատ եղբայր, ով 10 տարի եղել է հանրապետականի առանցքային դեմքերից,
որ չկա հեծի կառավարման հետ կապված միլիոնավոր դոլարների չարաշահումներ եւ հավելագրումներ, եւ վերջապես, որ չկա Ռուսաստանից որևէ քաղաքատնտեսական կախվածություն։ Եկեք ուղղակի մի պահ պատկերացնենք, որ այս մարդիկ մի պայծառ արևոտ երկնքից ընկան մեր քաղաքական դաշտ որպես հերթական փրկիչներ եւ ասացին, որ մեր ժողովրդին բերելու են ինչ փոփոխություններ են բերելու։ Փոփոխություն է բերելու, փոփոխություն բերելու։ Փոփոխությունը գալիս է։ Իսկ հիմա եկեք փորձենք հասկանալ, թե այս անբիծ անցյալով մարդկանց խմբակը ինչպիսի փոփոխություններ է մեզ խոստանում որպես նորածին քաղաքական ուժ։ Վստահ եմ ծանոթ եք վերջին օրերին իրավապահ համակարգի կողմից հրապարակված բազմաթիվ բացահայտումներին, որտեղ լսվում են ոսկեղենիկ հայերենով ընտրակեղծարարության մեջ թաթախված ուժեղ Հայաստանի կողմնակիցները։ Հիմա կուզեմ ձեզ ներկայացնել մինչ այս պահը իրավապահ մարմինների կողմից ուժեղ Հայաստանին վերագրվող ենթադրյալ հանցագործությունների մասին մի ուշագրավ վիճակագրություն։ Եվ այսպես, մինչ այս պահը քննչական կոմիտեի կողմից ընտրակաշառքի բաժանման եւ այլ մեխանիզմների բացահայտման մասին հայտարարություններ են տարածվել սույն թվականի մարտի 10-ին, ապրիլի 2-ին, ապրիլի 27-ին եւ ապրիլի 30-ին, այսինքն 4 առանձին դեպքերով։ Նշված գործերի շրջանակներում 15 հոգու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որոնցից մոտ կեսը ձերբակալվել են։ Հաջորդը, մինչ այս պահը հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառքի բաժանման եւ այլ մեխանիզմների բացահայտման մասին հայտարարություններ են տարածվել սույն թվականի մարտի 30-ին, ապրիլի 14-ին, ապրիլի 16-ին, ապրիլի 27-ին եւ ապրիլի 29-ին, այսինքն 5 առանձին դեպքերով։ Նշված գործերի շրջանակներում մոտ 30 հոգու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որոնցից բոլորը ձերբակալվել են։ Նշենք, որ այս քաղաքական ուժը գրանցվել է բոլորովին վերջերս, ընդամենը մոտ 2 ամիս առաջ, եւ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է այսպիսի ուժեղ համբավ ձեռք բերել։ Ասում ծնվել է թե չէ, սկսել է քայլել։ Այն, որ փոփոխություն կարգախոսի ներքո նրանք նկատի ունեն Հայաստանի Հանրապետության տիրոջ փոփոխություն, պարզ է դառնում վերոգրյալ թվերից։ Բայց նրանք եւ նրանց քաղտեխնոլոգներն ըստ ամենայնի հաշվի չեն առել, որ Հայաստանի Հանրապետությունում միակ փոփոխություն բերողը ժողովուրդն է, ով այդ փոփոխությունն արդեն բերել է 2018 թվականին, եւ որ այլևս երբեք անցյալի ընտրակաշառքների մղձավանջին վերադարձ չի լինելու։ Եղեք տեղեկացված եւ անպայման մասնակցեք ընտրություններին։ Լրագրողը Սամվել Կարապետյան հարցաղում ասում է, ինչի է 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դրել հավասարության նշան։ Եվ ուշադրություն, պատասխանում է Սամվել Կարապետյանը։ Այս հարցը չմոռանաք, կարծես մոռանալ կլինի դա, որ հավասարության նշան էր դրել։ Ես դրան կպատասխանեմ ամսի 4-ին։ Պետք է գնան, հարցնեն արհեստական բանականությանը, գլուխ գլխի տան Իսրայելից եկած, չգիտեմ ինչ մեգա ուղեղների հարցնեն, ինչպես կարելի է այս հարցի տակից դուրս գալ, որ նոր պատասխանեն, սիրելի քաղաքացիներ։ Այս հարցը չմոռանաք, ինչու է հավասարության նշան դրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին ինչ անունասս կպցրեցին։ Ժեղ, զոմբի, թուրք, թրքահպատակ, դավաճան, ուրացող, հողատու, այս վերջիններն էլ թարմ դեպքերն են։ Գումարվեց դրան բոշա, շունուշանգյալ։ Սա ինչի մասին է վկայում։ Այս մարդիկ իրենց վեր են դասում բոլորից։ Ժողովրդին վերաբերվում են որպես ապրանքի, գլխաքանակով մարդկանց արքու վաճառքով են զբաղված։ Մեր քաղաքացիները ունեն արժանապատվություն։ Ու այո, հունիսի 7-ին մեր արժանապատիվ քաղաքացիները կատարելու են իրենց ճիշտ ընտրությունը։ Իրենց շունուշանգյալ ու բոշա համարողներին ցույց են տալու իրենց համապատասխան տեղը ու ճանապարհելու են հետ իրենց հայրենիք Կալուգա։